Բեմական հագուստ, անձնական իրեր, լուսանկարներ, շուրջ 300 թանգարանային նմուշ նվիրված Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին։ Մարտի 20-ին կամերայի ներկայացումների փառատոնի հետ մեկնարկեց նաև երկրագիտական թանգարանի նոր ցուցադրությունը։ 2 ամիս տևեցին նախապատրաստական աշխատանքները։ Եթե անկեղծ շատ բարդ աշխատանք էր, քանի որ թատրոնը չուներ արխիվ եւ մենք տարբեր մարդկանցից փորձել ենք հավաքագրել մեր ունեցած արխիվային նյութերի հետ համատեղ ներկայացնել թատրոնի պատմությունը, թատրոնի 90-ամյա պատմությունը։ Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Այթայանի խոսքով թանգարանի աշխատակիցների հմտությունների շնորհիվ հաջողվեց կարճ ժամանակահատվածում կազմակերպել ցուցադրությունը։ Առաջիկայում նաև գիրք լույս կտեսնի։ Հավաքագրվել են փաստեր, որոնք որ մենք արդեն երևի 4 տարի է փորձում ենք իմի բերել, այս մոտ այդքան էլ լավ չի ստացվում։ Հիմա թանգարանը բավականին լուրջ աշխատանք է կատարել եւ սա մենք պատկերացնում ենք որպես հիմք մեր 90-ամյա պատմության նվիրված գրքի։ Հիմա մենք ուզում ենք այդ գիրքը ունենալ, որպեսզի այլևս այս տանջանքների մեջով չանցնենք մեր պատմությունը իմանալու համար։ Ու այդ գիրքը որպես փաստ, որպես արխիվ հենց այդպես կմնա ու կբաժանվի եւ դպրոցներում։ Դա ենթադրում եմ կլինի արդեն 90-րդ թատերաշրջանի ժամանակ։ Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը կարևորեց երկարամյա թատրոնի գործունեությունը տարածաշրջանում։ Սյունիքի սրտում մշակութային նման օջախը նաև յուրահատուկ այցեքարտ է։ Թատրոնը ունենալով թանգարանում մենք կարողանում ենք ամբողջացնել Կապանի պատմությունը, որովհետև ըստ էության Կապանը առանց թատրոնի պատկերացնեն մի քիչ ավելի բարդ է եւ եթե ուզում ենք մենք ճանաչել Կապանը, ապա պիտի ճանաչենք իրեն լիարժեք իր ամբողջ կոլորիտով։ Ներկաները շրջում, լուսանկարներում գտնում էին ծանոթ ու հարազատ դեմքերի, գնահատում Կապանի թատերական վառ անցյալն ու ներկան։ Թանգարանի տնօրենի խոսքով հաջողվեց այցելուների համար հոգեհարազատ միջավայր ստեղծել։ Այստեղ են իրենց սկզբնական քայլերը սկսել այն անվանի դերասանները, որոնց մենք այսօր ճանաչում ենք, հա, բուն նպատակը դա է եղել, որ այդ պատմությունը հասանելի լինի ոչ միայն մեզ նեղ մասնակիցներին, հա, այլ նաև ընդհանրապես հասարակության տարբեր շերտներին, թե Երևանից կամ այլ մարզերից այցելողներին եւ թե մեզ հենց կապանցիներից։ Թատրոնի 90-ամյակին նվիրված ցուցադրությունը ժամանակավոր է, ցանկացողները կարող են այցելել մինչև մայիսի 1-ը։